Ուզում եմ իմանամ նորոն ոնց է։ Վրեժից ուղեղդ բթացել էր Հասմիկ։ Էս ինչ արեցիր։ Բա որ հիմա իրոք այդ սպանությունը Նորոյի վրա մնա։ Բաբկեն, ես քեզ լուրջ եմ ասում։ Եթե ասածս չանես, ես իմ ձեռքով քեզ կհանձնեմ ոստիկանության ձեռք։ Ու չեմ նայի, որ միակ որդիս ես։ Արշակից էլ վատ կվերաբերվեմ քեզ։ Թշնամուս նման։ Դե արդեն համեմատում ես ինձ Արշակի հետ, հա։ Ես ընդհանրապես չգիտեմ քեզ կարելի է արդեն մարդու հետ համեմատել, թե չէ։ Լավ որ ես տունը վաճառել միտքը գլխիդ մեջ ծագեց։ Դու չմտածեցիր, ինչ ունես այս տան համար արած, հա, որ ուզում ես վերցնես։ Ախր ես այս տան համար տարիներով աշխատել եմ, տանջվել եմ, ամեն ինչ արել եմ, որ այս տունը կանգուն մնա։ Ոնց է մտքովդ անցել այս տունը մեր ձեռքից վերցնես։ Դու սկի չես մտածում քո երեխեքի մասին։ Ախր դու ոչ մի բան չես արել այս տան համար։ Տունը մենակ պատ ու տանիք չի, այստեղ մեր կյանքն է անցել, այստեղ քո երեխեքի մանկությունն է անցել, այստեղ մենք պատմություններ ունենք, հիշողություններ ունենք։ Հեշտ է թղթերով վերցնես ու ինչ-որ բան փոխես, բայց ինձ համար այդ թղթերը ոչ մի նշանակություն չունեն։ Ես ասել եմ ու կասեմ ինչե վերջ, այս տունը Նորոյինս է, Իրան է մնալու, էլ վերջ։ Մամ, հիմա գիտես դու ինչ ես ինձ ուզում հասկացնելու ասում։ Որ գնա ու մեռի տղա ջան, քո կյանքը ընդհանրապես ինձ չի հետաքրքրում։ Էլի եմ ասում, մամ։ Ես կաշխատեմ ամեն ինչ անեմ, որ չվաճառեմ։ Կփորձեմ ուրիշ տեղից գտնել գումար, որ այս ամեն ինչի տակից դուրս գամ։ Բայց եթե չստացվեց, ես իմ կյանքը չեմ վտանգելու, մամ։ Հավատա, ես էլ եմ մարդ, ես էլ եմ ուզում բոլորի նման ապրել։ Ես էլ եմ ուզում բոլորի պես լինել։ Կյանքը կաշխատենք ու էլի կստեղծենք։ Երեխեքս էլ երիտասարդ են։ Բայց գիտես մամ, երբ որ մարդու մեջքը պատինա դեմ առնում, այլ տարբերակ չի լինում։ Սխալն ու ճիշտը խառնվում են իրար։ Ո՞մ է պետք մեռած հերոս լինելը, հա մամ։ Հավատա, ես այլ տարբերակ չունեմ, մամ։ Եթե ունենայի, ես այս քայլին չէի գնա։ Իսկ եթե հիմա ես գնում եմ այս քայլին, ուզում եմ իմ կյանքը փրկել, ես էլ եմ ուզում ամեն առավոտ արթնանամ ու հանգիստ շունչ քաշեմ։ Ամեն առավոտ արթնանամ ու չմտածեմ, որ այս իմ կյանքի վերջին օրն է լինելու, մամ։ Բայց այս իմ քայլով ես փրկում եմ իմ կյանքը ու դրանով փորձում եմ շարունակել մնամ իմ երեխեքի կողքին։
Ինչա մենք չենք ուզում ապրել։ Մենք էլ ենք ուզում ապրել։ Բայց ընտանիք ունենալը մենակ իր համար ապրել չի է, Բաբկեն ջան։ Պետք է ընտանիքիդ համար էլ ապրես, ընտանիքիդ հոգսն էլ քաշես։ Դու գոնե տեղյակ ես հիմա Նորոս ինչ վիճակում է։ Հա, հարսանիքի նախապատրաստության մեջ չի։ Երեխուս ամեն ինչը կիսատ ամենում։ Ամեն ինչ։ Մամ, ինչ ա եղել, խոսա։ Կալանավորել են։ Ես քեզ ասել էի, չէ՞ որ մի ժամանակ ինչ որ աշխատանքների մեջ էր ու այդ ընթացքում այդտեղ մարդ ա մահացել։ Հա, տենց մի բան հիշում եմ։ Էլի այդ թեմաներն են։ Ու քո փոխարեն հիմա Արշակն ա Նորոյից կողքին կանգնած։ Արշակը։ Ու եթե ուզում ես իմանալ, ես քիչ-քիչ այդ մարդուն սկսել եմ հավատալ ու ավելի եմ հավատում ու ավելի եմ ուրախ, որ դու չես։ Ոչ թե դու ես, այլ Արշակն ա հենց Նորոյի կողքին կանգնած։ Դու որ հիմա ուզում ես այս տունը մեր գլխից տանես, այդ ընթացքում Արշակը Նորոյից կողքը կանգնած օրենքի հետ կռիվ ա տալիս, որ այդ քո երեխեն իրա չգործած մեղքի համար պատասխան չտա։ Նորից նորություն չկա։ Չէ, դժվար է լինի, պիտի սպասենք վաղվան։ Տատին ենքան անհանգիստ է։ Ես էլ տանը մենակ վախենում եմ վատանա։ Կուզես այսօր կամ ձեր տանը մնամ, մինչև հասկանանք ինչ է լինում։ Այդ արդեն ինձ վատ եմ զգում։ Մեր ընտանիքի խնդիրները քո կյանքն էլ են բարդացրել։ Երից որ սենց ես խոսում, քիչ ամնում այսպես խեղդեմ քեզ։ Մի ցավացրա, դու չոբան չես։ Ուրեմն տենց ապուշպաներ մի ասա։ Քո կողքին լինելը, քեզ օգնելը, քո ձեռքը բռնելը էլիս իմ համար ամենակարևոր բաներն են դարձել։ Ես ոնց իմ երջանկության համար եմ պայքարում, տենց էլ պատրաստ եմ մինչև կյանքիս վերջ քոնի համար պայքարեմ։ Կարևորը զգամ քո ձգտումը։ Ու մի քանի օր առաջվա էլիսին հանկարծ չտեսնեմ, ով իրեն դժբախտ էր համարում։ Ես էլ չեմ ուզում մի քանի օր առաջվա էլիսին տեսնել։ Այ, դա արդեն շատ լավ է։ Այնքան դժվար էր առանց քեզ ապրելը։ Ոնց ինչի դու այդ ապրել ես համարում։ Ես օրինակ չէ։ Այդ ընթացքում ես ձևի համար մի հատ նորմալ օր չեմ ունեցել էլիս։ Մարդ կյանքում շատ բան կարող նորից սկսի, բայց կան մարդիկ, որոնց այդ սկսածը կիսատ չես ուզում թողնես։ Ու դու այդ մարդկանցից առաջինն ես։ Այնքան ուրախ եմ, որ քեզ ունեմ։ Գիտեմ հիմա ինչ էլ որ ասեմ, վիճակը հաստատ չեմ թեթևացնի։ Այն միակ մարդը, որին վիճակը կարա թեթևացնի, այդ դու ես։ Ես փոքրուց սովոր եմ, որ քո առաջ փակ դռներ չկան։ Ու ես վստահ եմ, որ դու Նորոյի համար էլ նույնը կանես։ Խնդրում եմ նենց արա, որ վաղը Նորոն դուրս գա։ Նենց արա, որ ես նորից իմ հարսանիքին սպասեմ։ Ես չեմ ուզում իմ երջանկությունը հիմա սենց կիսատ մնա։ Մագդա, հանգստացի, լսում ես ինձ, ես թույլ չեմ տա, որ քո երջանկությունը կիսվի։ Իսկ հիմա գնա քո սենյակ պարկի հանգստացի։ Ես էլ զանգեմ էդոին հասկանամ տեսնեմ ինչ եղավ։ Քեզ մոռացա ասեմ ինձ էդոն գրել է։ Ինքը այսօր Նորոյից տանն է մնալու, որովհետև Թամար տատելի կարող է վատանա։ Դե Էլիսն է վախենում ամենակ մնա։ Լավ, դե դու գնա պարկի հանգստացի։
Տատ։ Ինչ եկել ենք ոչ մի բառ չես խոսել։ Քեզնից չի։ Ինչ ասեմ։ Անհամբեր սպասում եմ վաղվան։ Գոնե նորույս բաց թողնեն։ Թե չէ ես կխելագարվեմ սենց։ Բաց կթողնեն Թամար տատ։ Արշակը ամեն ինչ անում է։ Կներեք, ես մոռացել էի, որ ձեր մոտ Արշակի մասին չպիտի խոսեմ։ Չէ, ինչի։ Մարդը օգնում է մեզ, ինչի չխոսես։ Տատ։ Գլուխս ցավում է, ես գնամ պարկեմ։ Բայց հաստատ ուրիշ բան չի եղել։ Վաղը կխոսենք։ Փաստորեն եղել է։ Եթե ես եմ խանգարում, կարամ գնամ։ Չէ, ես չեմ ուզում խոսել։ Ոնց որ հեչ ինձ համար տատին չլինի։ Տատիս շատ է փոխվել։ Ասել եմ ու կասեմ։ Այն օրվանից հետո սենց եղավ, երբ որ մտավ այդ շենք ու դուրս եկավ։ Իսկ էլ իրան համոզում եմ։ Վաղը կգնեմ ինքս կիմանամ ինչ ա եղել։ Բայց դե մեծ կինը կարող է վախեցել է, կտրուկ վատացել է, ինչ իմանաս հիմա, ինչ ասես կարա մտածի ինքը։ Դե հա, այդ էլ կա։ Այնքան ուրախ եմ, բայց որ մեր տանն ես մնալու։ Կարող է կինո նայենք։ Կարող է։ Համել կցրվենք։ Ես գնամ ադիբուդի բերեմ, դու էլ ընտրի։ Ինչ ֆիլմ պիտի նայենք այսօր։ Ընտրեմ, բայց ռոմանտիկ թե ուժս։ Կյանքս ուժս է էլի։ Ծիծաղա բա ոնց։ Չէ, ավելի լավ է կոմեդիա ընտրի, նայենք, մի քիչ կուրախանանք, կծիծաղանք։ Լավ, դե դու գնա խոհանոց։ Գնացի։ Ասեք, լսում եմ։ Խնդրում եմ, ես պետքա Գևորգյանին տեսնեմ, թույլ տվեք տեսնեմ, շատ կարևոր բան ունեմ ասելու։ Աղջիկ ջան, հո դու փորձանք չես։ Գնացեք, վաղը կգաք, ձեր ասելիքը կասեք։ Հիմա ինքը տեղում չի, այսօր իր հերթապահության օրը չի։ Գնացեք։ Ախր ես ու Նորեն միասին ենք եղել այդ օրը։ Ես ուղղակի ուզում եմ իրան վատություն անեի, մենք կռվել ենք, խնդրում եմ ձեզ, թույլ տվեք գնամ Գևորգյանին տեսնեմ կամ գոնե զանգով ասեմ։ Չէ, չի կարելի։ Գնացեք, բարի գիշեր։ Ես ինչի եք հյուրասենյակում քնել։ Ես նորոյի սենյակը պատրաստել էի Էդոյի համար։ Տատի չենք նկատել ոնց ենք քնել։ Ճիշտ է ասում, խոսում էինք ու չհասկացանք ոնց քնեցինք։ Շատ մի խոսացեք։ Մեկն ու մեկդ գնացեք սուրճ բերեք։ Ես կբերեմ։ Ավելի լավ է այս անգամ ես բերեմ։ Համար տատին ջղայնացած է, ես էլ մեղքերս կքավեմ։ Ջղայնացած եմ, բա ինչ է։ Ես չեմ հավատում, որ դու մեր վրա ջղայնանաս։ Գոնե մի քիչ կատակներ անենք
ու մտածենք, որ երջանիկ ենք։ Ամեն ինչ լավ է լինելու։ Եթե այսօր բաբկեն էին բոլոր ասածներն անի ու նորոս էլ դուրս գա այդ անտեր տեղից, այդ ժամանակ կհավատամ այդ լավին։ Ոնց խոսացել ես պապայի հետ։ Ալո։ Բարի լույս։ Ոնց ես։ Լավ, դու Ես էլ։ Ուզում եի իմանալ նորոյից ինչ կա։ դեռ ոչ մի բան, բայց հիմա պատրաստվում եմ տանից դուրս գամ այդ գործով։ Եթե նորություն լինի, ես քեզ կզանգեմ։ Իսկ Մագդան ոնց է լացումը։ Իր սենյակում է։ Երեք կարողացա տեսակցություն կազմակերպեմ ու հանդիպեցին։ Բայց դրանից ոչ մի բան չի փոխվել։ Անընդհատ մտածում է։ Չեմ կարող նկարագրեմ ոնց կուզեի հիմա երախուս կողքը լինեի։ Բայց հասկանում եմ, որ հնարավորություն չունեմ։ Լավ, Արշակ, նորության դեպքում կզանգես, հա։ Հա, եկել էր։ Ու ինչ պետք է անի։ Տատ։ Նորոյին պետք է պաշտպանի։ Այ այդ։ Բայց դու միջև նորոյի այս վիճակում հայտնվելն էիր պապային փնտրում։ Էլիս հերիքա հարցախեղ տանես, արդեն ներվայնանում եմ։ Այ հիմա նորմալ կարդանանք։ Ես էլ քեզ թաճ։ Ապրես Էդո ջան, խմեմ տեսնեմ համով ես սուրճ պատրաստել։ Հաստատ անմահականը։ Դու գովի։ Շատ համով է։ Անուշ լինի։ Ես էլ հեսա խմեմ ու դուրս կամ Արշակի հետ եմ պայմանավորված պիտի գնանք բաժին։ Գոնե այսօր մի լավ լուր լսենք։ Երկար խոսակցություն է մեզ սպասվում։ Չեմ կարծում, որ մեր խոսակցությունը երկար տևի, որովհետև ես ոչ մի նոր բան չունեմ ասելու։ Իսկ ես այդպես եմ կարծում, որովհետև երեք ես քեզ չհարցակ քնեցի, ժամանակ տվեցի, որ համարձակություն ունենաս խոսես։ Իմ համարձակության վրա չկասկածեք։ Եթե ես բանաս լինեի Սյոպին, ես վաղուց արդեն խոստովանած կլինեի։ Այսքան ժամանակ չի եղել մի բան անեմ ու փախնեմ։ Այսքան ժամանակ չի եղել, որ մի բան ասեմ ու դրա պատասխանը չունենամ։ Ես այդ կարծիքին չեմ, ու դրա մեղավորը դու ես։ Ինչու էր այդ աղջկան ստիպել, որ սուտ ցուսմունք տա։ Կամ ինչի էր պնդում, որ միասին եք եղել։ Ես ոչ մեկին ոչ մի բան չեմ համոզել։ Բա ոնց հասկանանք այդ սուտը։ Քեզ թվում էր թե չենք բարձելու։ Գիտես, որ ես հիմա իրավունք ունեմ հասմիկին պատժելու։ Այդ աղջկա հետ գործ չունեք։ Ինչ կա իմ հետ։ Ինքը ընդհանրապես կապ չունի։ Հիմա ինձ ասա, ուր էր այդ ժամին։
Եվ ինչ խնդիրներ ուներ այդ տղայի հետ։ Եկել եմ Թամար տատին տեսնեմ։ Ինչ ասել ես, որ վատը անհանգիստ եմ էլիս։ Արդեն շատ լավ է, կարաս գնաս։ Էլիզ եկել հասել եմ, թող գոնե տեսնեմ։ Բարև Թամար տատ։ Ինչ իմացել եմ, որ վատ ես, անհանգիստ եմ, տեղս չեմ գտնում։ Բայց ոնց որ մարդ կա, ով դեմ է։ Էլիս, Ինչ տատ։ Այս աղջիկը մեր տանը անելիք չունի։ Եկար, տեսար, համոզվեցիր, որ լավ է։ Կարող ես գնալ։ հələ մի րոպե հասկանամ ինչի եք կռվում։ Էլիս ջան, Հասմիկը իմ մոտ ա եկել։ Իսկ ես չեմ կարող իմ մոտ եկած մարդուն դռնից ներս չթողնել։ Տատի լավ էլի։ Նորոն այս աղջիկա պատճառով է հիմա ոստիկանությունում։ Ես կապ չունեմ Էլիս։ Դու քո ասածին հավատում ես։ Արի Հասմիկ ջան, առաջ արի։ Արի տեսնեմ ես ինչի եք սենց իրար հետ թշնամի դարձել, իրար հետ լեզու չեք գտնում, արի։ Արի գնանք։ Ես ինչ կար ասել եմ։ Ավելացնելու բան չունեմ։ Հա, աշխատել եմ, բայց ոչ մեկի հետ ոչ մի հարց ու պատասխան չեմ ունեցել։ Իսկ ինչ վերաբերվում է շոփին, կյանքումս մի անգամ եմ տեսել, 1000 անգամ ասել եմ։ Այդ դեպքում սուտ ալիբի ստեղծելու իմաստը ո՞րն էր։ Ինչու այդ աղջկան ստիպեցիր սուտ վկայություն տալ։ Հիմա քո վիճակը ավելի է բարդացել։ Եվ եթե դու պնդում ես, որ անմեղ ես, այդ դեպքում ինչու էր պնդում, որ Հասմիկի հետ ես եղել։ Լավ, չես ուզում մի խոսիր։ Հետաքննությունը ամեն ինչ կպարզի։ Հիմա այստեղ բայելու միակ հիմքն է, որ խաբել եմ, հա։ Հա, ու դա մեծ ազդեցություն է թողնելու քո վրա։ Ես դա խոստանում եմ։ Ես ասել եմ, որ Պետրինի միլիոն անգամ էլ նույն բանն եմ ասելու, բան չի փոխվելու, ես ծոպի սպանության հետ ընդհանրապես կապ չունեմ։ Էլ քանի անգամ ասեմ, ես չարած այս բանի համար չունեմ պատասխան տալու։ Դու գիտես։ Եկեք տարեք։ Էլ չեմ դիմանում, Թամար տատ։ Շատ բարդ է։ Հանգստացի բալես, հանգստացի։ Ախր Էլիզը մտածում է, որ ես եմ Նորոյի դեմ խոսել։ Բայց ես ոնց կարայի տենց բան անեի։ Հավատում եմ քեզ։ Դու մեղավոր չես։ Բոլորի աչքին ես կախարդ եմ դարձել։ Ինչ լինում է ինձ են մեղադրում Թամար տատ։ Բայց ես ոնց կարայի գնայի ու Նորոյի դեմ խոսեի։ Ես ընդամենը չեմ հարմարվել սիրածս մարդուն կորցնելու հետ ու պայքարել եմ։ Հիմա Էլիզը շատ լարված է։ Դրանից է։ Համբերիկ անցնի, մի քիչ սպասելա պետք։ Ախր մենակ Էլիզը չի հարցը, Թամար տատ։ Էդոն էլ Նորոն էլ չեն ուզում իմ հետ շփվեն։ Բայց ես վատ ընկեր չեմ եղել իրանց համար։ Ես առաջինն իրանց մասին եմ մտածել, հետո իմ։ Ես իմ գործերը թողել եմ ու գնացել եմ իրանց օգնության։ Այս քաղաքում իմ ընտանիքը դուք եք։ Ես ոնց կարայի գնայի ու Նորոյի դեմ խոսեի։ Հոգիս ցավում է, որ իմ ամենահարազատ մարդիկ իմ մասին այդ կարծիքն ունեն, Թամար տատ։ Ոչ մեկ էլ քո մասին այդ կարծիքը չունի, Հասմիկ ջան։ Ուղղակի բոլորն էլ լարված են։ Նորից եմ ասում, սպասելա պետք։ Ինչին սպասեմ, Թամար տատ։ Ընկերները նրա համար են, որ օգնության հասնեն, որ միասին լինեն, ոչ թե թողնեն ու գնան։ Ես մտածում եի, որ այդպիսի ընկերներ ունեմ իմ կողքին։ Ես չեմ ասում, որ ես սխալներ չեմ արել։ Չէ, արել եմ, Թամար տատ։ Բայց այդ ոնց եղավ, որ ես Էլիզին իր սխալներով հանդերձ հանդուրժեցի, իսկ ինքը ինձ չէ։ Բոլորը սուրբ են, ես եմ մեղավոր, Թամար տատ։
Ես արդեն չգիտեմ ինչ անեմ։ Ու ամենացավոտը գիտեք որն է, որ բոլորը մտածում են, որ ես եմ Նորոյի դեմ խոսել։ Ախր Էլիզը բոլորից լավ գիտի, թե ես ինչքան շատ եմ սիրում Նորոյին։ Ես ոնց կարայի տենց բան անեի։ Պետք լինի ես իմ կյանքն էլ կտամ իր համար Թամարտատ։ Ինձ էլ են կանչել բաժին։ Ու եթե Գևորգյանի հետի խոսակցությունը լավ չավարտվել, ինձ էլ էր պատիժ հասնելու։ Ուղղակի որպես աղջիկ ինքը զիջեց ինձ, բայց սպառնաց ու վախեցրեց Թամարտատ։ Ամբողջ գիշեր շատ վատ եմ եղել Թամարտատ։ Նույնիսկ ինքնասպանության փորձ եմ արել։ Ինչ։ Չհասկացա, այդ ինչ ես խոսում։ Դու գժվել ես Հասմիկ, ինչ ինքնասպանության փորձ։ Չէ, ես կմեռնեմ, հիմա հաստատ ես կմեռնեմ։ Բա ինչ անեի Էլիս։ Ինձ մեղադրելով ու վատաբանելով ման եք գալիս։ Ինչ անեի, կասես։ Ուրա փողերը Սարա։ Ասում էիր տունը կծախես փողերս կտաս։ Հանգստացի հələ, քաշել խփելով չի, ասել եմ ուրեմն կանեմ։ Երբ կարող է գիտես ժամանակը տան սահմանափակա։ Ես պետք է գնամ Հայաստանից։ Լսի, ես ամեն ինչ անում եմ որ ծախեմ։ Չես հասկանում, ինձ ժամանակ է պետք։ Բայց դու ուզում ես ծախես, ինձ թվում է չես ուզում ծախես։ Պապկել լսի, քեզ 2 օր ժամանակ։ Եթե փողերս չտաս, վիզատ կկտրեմ։ Հալո, Արշակ ինչ որ նորություն ունես։ որ լինի կասեմ Մագդա, անընդհատ մի զանգի, Ուղղակի ես անհանգստանում եմ։ լսի, ամեն ինչ լավ կլինի։ Հիմա էլ սենց ես որոշել ազդել մեր վրա, հա։ Որոշել ես վախացնես ինքնասպանությամբ։ Ես ընդամենը Թամարտատի հետ էի կիսվում։ Ու ոչ փորձում եմ ինչ-որ մեկիդ վրա ազդել, ոչ էլ ուզում եմ։ Ուրեմն ինչի ես տենց բաներ անում, Հաս։ Ինչի կարաս բացատրես։ Լավ, արի 2 հասուն աղջկա նման խոսենք։ Այս աշխարհում կա մի տղա, ում համար կարելի է ինքնասպանության դիմել, հա։ Դու տենց ես մտածում։ Քո կյանքը այդքան էժան ես գնահատում։ Ես իմ կյանքի իմաստը կորցրել եմ։ Ու մեկ-մեկ պահա գալիս մտածում եմ, թե ինչի համար եմ ապրում։ Ուրեմն վերաիմաստավորի կյանքդ։ Ոչ թե։ Էլիզը ճիշտ է ասում, Հասմիկ ջան։ Պետք չի քեզ կորցնես, հավաքվի մի հատ։ Ինքնասպանությունը այն ամենասարսափելի բանն է, որ մարդ կարա իրան թույլ տա։ Դու դեռ ջահել սիրուն աղջիկ ես, կյանքը քո առջևում է։ Ես հավատում եմ, որ դու կհանդիպես քեզ արժանի մեկին։ Փաստորեն դու էլ ես համակերպվել Նորոյի ու Մագդայի միության հետ, հա, Թամարտատ։ Բա առաջ ասում էիր մենակ ես պետքա Նորոյի կողքին լինեմ։ Չէ, ուղղակի ես չեմ կարա Նորոյին ստիպեմ, որ քեզ սիրի։ Սերը խոսքով չի ծնվում, Հասմիկ ջան։ Ես ավելի լավա գնամ։ Սպասի։ Ասա, որ էլ տենց բան չես անի, նոր գնա։ Ինչի։ Քո համար մեկ չի։ Մեկ չի, խոստացի կգնաս։ Ես օտար մարդկանց խոստումներ չեմ տալիս։ Հերիքա կռվեք, ամոթա։ Նստեք իրար հետ խոսեք, լեզու գտեք, հասկացեք։ Ախր դուք 2 քրոջ պես եք եղել։ Ինչ եղավ որ չեք կարողանում իրար հետ հաշտ ու համերաշխ շփվել։ Նստեք խոսեք իրար հետ, թող վերջանա անցնի գնա այս պատմությունը։ Չէ։ Ես արդեն գնում եմ։ Ես ինչ օրն եք գցել ես խեղճ աղջկան, որ սենց բաների ա դիմում։ Ես մեղավոր եմ ինձ զգում։ Էլիս ջան, քարը փեշիցը թափի գնա հետևից հետ բեր, անհարմար է կանչի թող գա։ Չեմ կարա։ Էդոյին խոսք եմ տվել։ Ոնց։ Էդոյին խոսք ես տվել, որ Հասմիկի հետ էլ չես շփվելու։
Համարյա։ Մագդա երեկվանից նորոյն եմ զանգում, չի պատասխանում։ Չեմ հասկանում ինչի։ Կարող է նեղացել է։ Չէ, արևս ինչի պետքա քեզնից նեղանա։ Բա ինչի չի պատասխանում։ Դու խոսել ես հետը, լավ է։ Մագդա սիրտս վատ բան ազգում։ Կարող է հիվանդացել է։ Չէ, արև դու հանգստացի։ Հիմա ուղակի նորոնն հենց տեղում է, որ չի կարա շատ հեռախոսով զբաղվի։ Այսինքն Դե նորոն հիմա աշխատանքի է ու տեղ հեռախոսով շատ զբաղվել չի կարելի։ Ուղղակի մի քիչ պետքա սպասենք ու հաստատ ամեն ինչ լավ կլինի։ լավ, բայց իմ անհանգստությունը չի անցնում։ Ինչ են ասում։ Վիճակը բարդացել է։ Գործը դատարան են տեղափոխում։ Բայց առանց ապացույց ինչ դատարան։ Նորոյ վիճակը ցույց ավելի բարդացրեց։ Լավ, ես չեմ հասկանում ո՞նց են իմացել, կամ ինչի է նորոն ընդհանրապես համաձայնվել խաբել։ Ինչ ես անում ստեղ։ Դե ես եկել եմ, որ Կարող է ամեն դեպքում Էլիզը ճիշտ էր ասում ու դու ես քննիչի հետ խոսել, Հասմիկ։ Էդո հիմա էլ դու չսկսես։ Դու ես ինչ է կատարվում։ Ինչ լավ է, որ դուք ստեղ եք։ Դուք ազդեցիկ մարդ եք, չէ՞, կօգնեք, որ նորոյին տեսնեմ։ Իսկ ինչի պետք է ես քեզ օգնեմ։ Ինչի ես թողնում, որ Էդոն խառնվի ձեր հարաբերություններին, Էլիս։ Ինքը տղա է։ Տատ, դու Հասմիկի արցունքներին մի հավատա։ Փոխվել ես, Էլիս։ Շատ ես փոխվել։